Մոսկվայում տեղ ունեցավ հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում։ Հայկական կողմից մասնակցում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Լուիզա Սարգսյանը և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի ելույթի ժամանակ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ Շարմազանովը իր ելույթում խոսեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի, 2023 թվականի արցախյան էթնիկ զտման վերաբերյալ և ադրբեջանական պատվիրակությունը փորձեց սադրանքներ հրահրել։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանից։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Ինչ տեղ ունեցավ երեկ և ինչ խնդիր էր փորձում լուծել ադրբեջանական պատվիրակությունը։ Ըստ էության կատարվեց հետևյալը, ադրբեջանական կողմը սադրիչ հայտարարություններ արեց հենց անմիջապես, համեմատելով Արցախի օկուպացիան և 44-օրյա պատերազմը իբր ֆաշիզմի դեմ պայքարելով, այսինքն մեզ ֆաշիստ անվանեց։ Իհարկե ոչ մի նորմալ հայ չէր կարող հանդուրժել և հայկական պատվիրակությունը արձագանքեց առավել քան համաչափ, ասեմ նույնիսկ անհամաչափ ու շատ լավ արեց իդեպ։ Այո, պարոն Շարմազանովը շատ լավ ելույթ ունեցավ, շատ կտրուկ, ինչ որ պետք է, ոնց որ պետք է, բոլոր իրականությունը, իրողությունը արտահայտեց։ Նույնաբովանդակ ելույթ ունեցավ Իվետա Տոնոյանը, նույն ձև, նույն Իվետա Տոնոյանին փորձում էին խանգարեին, որ ինքը չխոսա, ինչ որ տեղից գորգռում էին, եսիմ ինչ էին անում։ Նույնը պարոն Շարմազանովի պահով իրանց դեսպանատնից մարդիկ էին եկել լցվել ադրբեջանական դեսպանատնից, բայց դե կարող եմ ասել մի բան, որ ոչ մի բան իրանց մոտ չստացվեց, տասնյակ երկրների պատվիրակների աչքի առջև իրականությունը բացահայտվեց և կարող եմ ասել, որ մարդիկ իրականում հասկանում են մենք ինչ ենք ասում, ինչ ենք անում և այո, ապտակ ստացավ ադրբեջանական կողմը, լայն ապտակ ստացավ, հայավարի ապտակ ստացավ և թող ոչ ոք չմտածի, որ հայկական պատվիրակությունները օրինակ խոսքը պարզ է իշխանականների մասին չէ, այնտեղ ընդհանրապես խոսք չկա, իշխանության ներկայացուցիչ չկար իդեպ։ Միջայլոց Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ չկար, ի տարբերություն թուրքերի ու ադրբեջանցիների, որ լցվել էին ընդդեմ։ Թող իմանան, թող բոլորն էլ իմանան, որ այո, եթե հանկարծ մեկը շշկռվի, սադրանք փորձի իրականացնել կամ փորձի ճշմարտությունը խեղաթյուրել, կստանա լայն ապտակ, հենց սենց։ Եվ այո, իրավիճակը այդպիսին էր։ Մեզ դնում և ինչ-որ համեմատություններ էին անցկացնում։ Կարող եմ մի բան ասել, թե Էդուարդ Շարմազանովը, թե Իվետա Տոնոյանը, թե մնացած բոլոր պատվիրակության ներկայացուցիչները, Հայկ Դերզյան, Տիգրան Աբրահամյան, Լուիզա Սարգսյանը, ես բոլորս ոնց որ պետքա, ինչ որ պետքա, ոնց որ պետքա ասել ենք, հələ մի բան էլ ավել։ Շնորհակալ եմ հետաքրքիր և կարևոր մեկնաբանության համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի հետ։